Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեռ չի նախատեսում ներկայացուցիչ ուղարկել հաջորդ շաբաթ Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, միաժամանակ ընդգծելով, որ Թրամփը խրախուսում է երկխոսությունը կոչ անելով երկու կողմերին միավորվել եւ ուղիղ բանակցություններ անցկացնել։ Նշվում է, որ Թրամփն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում մտադիր է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լուրջ վերաբերմունքը խաղաղության նկատմամբ, որից էլ կախված կլինի, թե արդյոք Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմից հայտնել են, որ Թուրքիան գալիք շաբաթ Ստամբուլում սպասելու է Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցությունների մասնակից պատվիրակություններին եւ պատրաստ է նրանց անվտանգությունն ապահովել։ Անկարան ակնկալում է, որ նախատեսվող բանակցությունները կնպաստեն կրակի դադարեցմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Թուրքիայի իշխանությունները չեն մեկնաբանել ռուս-ուկրաինական բանակցություններին թուրքական ներկայացուցիչների հնարավոր մասնակցությունը։ Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել մաքսատուրքերի հարցի վերաբերյալ։ Իշիբան նաև ասել է, որ խոսակցությունը նշանակալից է եղել, քանի որ ավելի են ըմբռնել միմյանց տեսակետները։ Սա նրանց երկրորդ հեռախոսազրույցն է այս ամսվա ընթացքում, նախատեսվում է անցկացնել ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի միջև մաքսատուրքերի շուրջ բանակցությունների 4-րդ փուլը։ Աֆղանստանի ու Պակիստանի միջև ռազմական գործողություններ են սկսվել Վիճելի Բախրամչայի շրջանում, Գիլմենդի արվարձանում։ Պակիստանցի զինվորականների եւ թալիբների միջև բախումները սկսվել են սահմանային անցակետերի կառուցման ֆոնին։ Այս պահին երկու երկրի միջև սահմանը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Իսրայելն ու պաղեստինյան Համաս շարժումը համաձայնել են 60-օրյա հրադադար հաստատել Գազայի հատվածում։ Հաղորդվում է, որ Մերձավոր Արևելքի գծով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացին արդեն իրազեկել են հրադադարի շուրջ կողմերի ձեռք բերած համաձայնության մասին։ Սպիտակ տունը հաստատել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի հաստատմանը, պայմանավորվածության մանրամասները դեռ չեն հաղորդվում։ Գազայում ստեղծված իրավիճակի հետ կապված մտահոգություն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետը, այնտեղ տառապանքի մակարդակն անտանելի է, անմեղ երեխաներ են ռմբակոծվում։ Սարսափած ենք, քանի որ Իսրայելի գործողությունների հետևանքով ականատես ենք էսկալացիայի, հայտարարել է Քիր Սթարմերը։ Նա նաև կոչ արել հրադադար հաստատել ազատելու Համասի մոտ պահվող գերիներին։ Իսրայելը պետք է թույլ տա, որ մարդասիրական աջակցությունն ավելացվի, չենք կարող թույլ տալ, որ Գազայի ժողովուրդը սովամահ լինի, հավելել է Սթարմերը։ Իրանն ու ԱՄՆ-ն իրականում այնքան էլ մոտ չեն միջուկային խնդրի լուծմանը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նախարարը հավելել է, որ Իրանը ձգտում է դիվանագիտական կարգավորման, որը կհամապատասխանի բոլոր կողմերի շահերին, սակայն ըստ նրա նման լուծումը պահանջում է համաձայնագրի մշակում, որը ներառում է Իրանի դեմ պատժամիջոցների վերացում եւ խաղաղ նպատակներով ուրանի հարստացման թույլտվություն։ Կանադայի արևմտյան մի քանի նահանգներում անտառային հրդեհներ են մոլեգնում ուժգին քամիների, չոր եղանակային պայմանների եւ բարձր ջերմաստիճանի պատճառով կրակը շատ արագ է տարածվում, բարդացնելով հրշեջների աշխատանքը։ Սասկաչևանի նահանգում հրդեհների պատճառով 30 օրով արտակարգ դրություն է հայտարարվել, հազարավոր մարդիկ տարհանվել են։ Հարևան Ալբերտայի նահանգում եւս անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր բնակիչների պարտադիր տարհանման հրահանգ է տրվել։ CNN-ը նշում է, որ Կանադայում մոլեգնող անտառային հրդեհների վտանգավոր ծուխը սկսում է հասնել Միացյալ Նահանգներ։